Մամ, հաստատ քեզ ինչ-որ բան է եղել։ Ամեն ինչ անենք հիմա տենց է ստացվել։ Եթե այդ տղան էլ դուրդ գալիս է, ամեն ոնց որ տեսնում հետո ուրախ ես։ Դրա համար էլ դեմ չեմ բալես։ Կյանքս դու ինձ կարող ես վստահել։ Ես ուզում եմ դու ինձ վստահես, առաջվա նման հետը սկսվես։ Մենակ խնդրում եմ դասերդ աչքաթող մի արա։ Մամ, ես դասերս աչքաթող չեմ անում, Արտյոմը ինձ չի խանգարում, էլ չսկսես։ Դե լավ բալես։ Իհարկե ես իմ նպատակների մասին չեմ մոռանում, բայց դե հուսանք, որ այդ տղայի հետ միասին մի բանի կհասնեք։ Եթե դու ուրախ ես, ես էլ եմ ուրախ կյանքս։ Մամայի արև եմ, դե կեր վայ, ինչ ես նստել։ Շատ ուրախ ես, մամ, ինչ որ, շատ անսպասելի։ Կյանքս քո նման աղջիկին եմ ուրախ եմ բալես։ Կեր նորմալ հավեսով, կեր ինչ ես դրել նայում վրան։ Ապրես, շատ շնորհակալ եմ։ Դու Աստված օրհնի քեզ, Աննա ջան, դու փրկեցիր Վարդանից։ Այո, հիմա միացնեմ։ Իմ սենյակ, ես կհավաքեմ։ Արևիկի ծամկալն է, արևիկի, արևիկ, Աստվածին, իսկ եթե Տիգրանը գտել է, չի կարող տենց բան պատահել, չի կարող տենց բան անել, չի կարող։ Ես գիտեի, ախր ես զգում էի, որ մի բան նենց չի, իսկ ես սխալ ուղղությամբ եմ մտածում էի սիրուհին, բայց մի րոպե Լիլիա,
кентрոնացի։ Эти командировки, это не командировки точно. Գնացել էր նրանց փնտրելու։ Не отвечал на звонки. Ինչ եկել է շատ տարօրինակը, օֆիսում չի լինում, իսկ այն օրը հեռախոսով ասեց. Աղջիկս, ինչի շուտ չէի հասկացել։ Ես չեմ հասկանում, այդքան դժվար է մի հատ տաքսի վարորդ գտնել Երևանում։ Ինձ չի հետաքրքրում, որ աշխատում եք։ Ինձ ընդհանրապես ոչ մի բան չի հետաքրքրում։ Ես չեմ տեսնում ձեր արածի արդյունքը։ Մարդ է կորել։ Ու հիմա շատ հավանական է, որ ինքը սպասում է, որ հասնենք իրան օգնության։ Իսկ մենք ստեղ օրերով մի հատ տաքսի վարորդ ենք փնտրում։ Ինչ անեմ, ես զբաղվեմ։ Ես սկսեմ փնտրել այդ մարդկանց։ Եթե չեք կարողանում, ասեք, որ ձեր ուժերից վեր է։ Քեսի, Անիչ են քեզ ինչ։ մոռացել էի, որ քարտուղարուի դեմ արդեն ու առանց թարգել են ես մտել։ Ոչինչ քարտուղարուի, բայց կարող եմ իմանալ ուրախության պատճառը։ Գիտես դու։ Ես։ Հա, զանգեցին հաշվապահությունից կանչեցին, գնացի աշխատավարձը ստացա։ Տեսեք, ինչ լավ եմ մտածել։ Ապրում։ Ոնց որ դու հետ տեղյակ չլինես, քո օֆիսն է։ Այս աշխատակիցդ գլուխ հանում ես արդեն։ Հա, տենց մի քիչ դանդաղ, բայց լավ է ստացվում։ Բաղուր ասում էի։ Իմ արդեն ուշ եմ, իմ արդեն կոտում գնամ ժամանակն է, չեմ ուզում որ երկար մնաց համակարգչի մոտ։ Չէ, ես կարող մնամ մի քիչ էլ։ Քեզ դու գնաս շատ գործ ունեմ, երկար պիտի մնամ։ Դե քո պես մի քիչ մնամ։ Ես արդեն սովորեմ ես դու դեռ շատ փոքր ես։ Դե լավ, ես գնամ։ Վարշավիրանոց։ Դուք, պարոն Գնունի, վաղը նոր քարտուղարուհի կունենաք շատ գեղեցիկ եւ ուղիղ 1 օրվա աշխատանքային փորձով։ Ինչքան քիչ բան է պետք է տարիքի աղջկան երջանիկ լինելու համար։ Ես երբեք չեմ հավատացել պատահականություններին, ու հիմա էլ չեմ հավատում, բայց Անին, Աննան, երկուսն էլ իմ արևիկի հասակակիցներն են, ու երկուսն էլ իմ կյանքում հայտնվեցին, որ մի անգամի ևս հիշեցնեն արևիկի մասին, չնայած ես ոչ մի րոպե չեմ մոռանում նրան։ Անիի խոսքերն իր հոր մասին ամեն անգամ իմ ականջին մեղադրանք են հնչում, բայց ինչ եմ մտածում իմ աղջիկը իմ մասին, իր հոր մասին, իր հոր, որ չկա, որ կողքին չէ, կամ գուցե հիմա նրա կողքին ուրիշ հայր կա, ուրիշը, որ լրացրել է իմ բացը, գուցե ավելին, գուցե այնքան սեր է տվել, որ արևիկը էլ չի հիշում, չի մտածում իմ մասին։ Կամ էլ իմ աղջիկը հիմա շատ ունի իմ կարիքը։ Գուցե մենակ են օգնական նեղացնում են, իսկ Նարինեն, ով է ասել, որ հիմա Նարինեն էլ Ալային նման որևէ մեկի տանը չի աշխատում, որ աղջկան պահի, իսկ ես, ում եմ ես պետք իմ հարստությամբ, ես այնքան մեծ սխալ եմ գործել, որ երբեք չեմ կարողանալու ինքս ինձ ներել, երբեք, իսկ ինչ կասի Նարեկ, ինչ կասի, եթե մի օր իմանա այս պատմությունը, ճշմարտությունը, ինչ կասի նա իր հորը, ինչ կմտածի մի մարդու մասին, ով ամեն օր ճիշտ ապրելու ազնության դասեր է տալիս որդուն, այնինչ։ Ինչ կա Արմատ։ Սերգեյ Գրիգորիչ, գտանք տաքսի վարորդին։ Սերվիզի տաքսի է։ Ուր է։ Հենց նոր այդ սերվիզից են գալիս։ Մեքենայի համարներն էլ ճշտված են։ Վարորդն ուր է, դու ինձ հետ ասա։
հիվանդանոցում։ Ինչի՞։ Ինչ է եղել։ Վթար, հենց այդ օրը, հավանաբար Վրաստանից հետ գալուց։ Այս ամենը ինչ կապ ունի դրա հետ։ Քեզ կարմիր վայրի վարդեր նա խոստացավ ու հեռացավ կյանքն